Երևանի մետրոպոլիտենում շարունակվում է ենթակառուցվածքների փուլային արդիականացումը։ Սասունցի Դավիթ կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Զեկուցվեց, որ նոր շարժասանդուղքները գործարկվել են եւ արդեն սպասարկում են ուղևորներին։ Խնդրեի նայեք էկրանների վրա տեղադրված է եւ դրանից հետո արդեն անցել ենք հիմա արդեն իմ հրամանով Զորավար Անդրանիկ կայարանի ապամոնտաժման աշխատանքներն ա սկսվել։ Երև մի քանի ամսում էլ դա կվերջացնենք։ Շաբաթ օրը Նոր-Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում Դավիթ Բեկի հարակից տարածքում քաղաքապետարանը մոտ 6 հեկտարի վրա իրականացրել է ծառատնկման աշխատանքներ, տնկել մոտ 1300 ծառ ու 200 մշտադալար թուփ։ Այդ տարածքում արդեն իսկ իրականացվել էին շինբարեկարգման աշխատանքները, շատ գեղեցիկ կասկադներ կառուցվել, շատրվաններ էին կառուցվել։ Այդ տարածքը ամբողջապես ռոռոկման համակարգով հագեցած է եւ այդ հատվածում շատ շուտով մենք տեսնելու ենք շատ գեղեցիկ եւ կանաչ տարածք։ Երևանի քաղաքապետը կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրենին խնդրեց մանրամասներ ներկայացնել ծառատունկի աշխատանքներից։ Բեգոյանի խոսքով այս տարվա 4 ամիսների ընթացքում ռոռոկման համակարգերի անցկացման տեմպերը մոտենում են 10 կիլոմետրի, իսկ տարվա պլանը 25 կիլոմետրն է։ Մոտ 700 ծառ այս շաբաթվա մեջ մի նոր անտառային գոտի ենք ստեղծում, պաշտպանիչ գոտի, ինչպես խոստացել էինք, Երևանի մուտքերից մեկի մոտ, դա աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհի հարող, այսպես եթե կարող եմ ասել, լանջերն են, եւ դրան գումարած ունեցել ենք մի քանի 100 ծառի ծառատուն, կարծում եմ մինչև ամռանը մենք կունենանք մոտավորապես 3-ից 4,000 ծառատեսակների տունկ։ Սրան գումարած Երևան քաղաքը ձեռք է բերել մոտ 10,000 մշտադալար թփեր, որով այս պահին Երևան քաղաքում նույնպես դրանք լրացվում են։ Իրականացվել է նաև մշտադալար ասեղնատերևավորների ձմեռային տունկ եղևնիներով եւ սոճիներով։ Բեգոյանի խոսքով դրանց մեծ տնկման աշխատանքներ սպասվում են նաև նոյեմբերին։ Արդեն մեր տնկարանային տնտեսությունն է հիմնականում մատակարարում մշտադալար ցփատեսակները, բիոտաներ ունենք շուրջ 40,000-ին հասնող, որով ունեցի փողոցում եւ տարբեր փողոցներում իրականացվել մշտադալար ծառատեսակներով ուրեմն ձևավորման աշխատանքներ։ Այս տարվա մեծ աշխատանքներից, որ կավելանան ըստ Բեգոյանի, Ավինյանի նշած 6 հեկտարի վրա նոր ուրբան անտառի հիմնումներ աշտարակի մուտքի մոտ, 40-ամյակի այգու վերահիմնումը, ֆիզիկայի գարադոկ կոչված հատվածում 1 հեկտարի հասնող նոր այգու հիմնումը, Դավթաշենում 2 դպրոցների արանքում նոր այգու հիմնումը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների բոլոր այգիներում կիրականացվեն ծառերի լրացման աշխատանքներ։ 24 թվականը ամփոփ, որ Երևան քաղաքում 20,000-ից ավել ծառ է տնկվել, արդեն մինչև մայիսի վերջ կարող ենք ասել, որ այդ թիվը կմոտենա 25,000-ին։ Բեգոյանը նաև անդրադարձավ կենտրոն վարչական շրջանում 35 հեկտարի վրա պլանավորվող ծառատունկին։ Այն մեկնարկելու է կենդանաբանական այգուց եւ ավարտվելու է Գայի պողոտայում։ Զուգահեռ խորքային ջրերի որոնման աշխատանքներ են կատարվում։ Եկեք կընտրենք նաև մի փողոց, որտեղ որ ծիրանենիների, այսպես ասած, ալեան կունենանք։ Պարոն քաղաքապետ, անհամեստ կհնչի, բայց դեկորատիվ, հատկապես դեկորատիվ ծառատեսակների մասով ստեղծված տնկարանից Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Անհամեստ հնչեց, պարոն Բեգոյան։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։